Հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք, Մերձավանում կատարված սպանության բացահայտման աշխատանքների վերաբերյալ հրավիրել ենք կարճ բրիֆինգի։ Նպատակը այն է, որ այս օրերի ընթացքում ներքին գործերի նախարարությունը զերծ է մնացել որևէ մեկնաբանություններ տալ բացահայտման աշխատանքների վերաբերյալ, ինչը պայմանավորված է հետագա հնարավոր սուր իրավիճակներից խուսափելու համար։ Լրատվամիջոցներում տարբեր տեղեկություններ էին տարածվել, այդ պատճառով կցանկանայի որոշ մանրամասներ հայտնել, այս պահի դրությամբ հայտնի մանրամասներ թույլատրելի սահմաններում։ Ուրեմն սեպտեմբերի 23-ին 23:50-ի սահմաններում ոստիկանությունը ահազանգ է ստացվել, որ Մերձավանում հնչել են կրակոցներ։ Կարճ ժամանակ անց նաև հիվանդանոցից են ահազանգեր ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 3 անձինք, 2-ը մահացել են, 1-ը վիրավոր վիճակում։ Ինչպես գիտեք, մահացածներից 1-ը համայնքապետն էր, իսկ մյուսը քրեական ոստիկանը։ Այս պահի դրությամբ կարող եմ նշել, որ ոստիկանության օպերատիվ խմբեր են անմիջապես մեկնել դեպքի վայր ներքին գործերի նախարարի գլխավորությամբ, ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը ղեկավարել է ներքին գործերի նախարարը, օպերատիվ շտաբում ներգրաված են եղել ինչպես ներքին գործերի նախարարության, այնպես էլ ոստիկանության բարձրաստիճան սպաներ, իրավապահ այլ կառույցների ներկայացուցիչներ։ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում ներքին գործերի նախարարության աշխատակիցները համագործակցելով իրավապահ գործընկեր մյուս կառույցների հետ, ազգային անվտանգության ծառայության քննչական կոմիտեի աշխատակիցների հետ ձեռնարկել են ծավալուն համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ եւ արդյունքում հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել եւ նախաքննական մարմին է ներկայացվել 1 անձ։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված անհետաձգելի գործողությունների արդյունքում ձերբակալվածին պատկանող շինությունում հայտնաբերվել են քրեական օրենսգրքով արգելված արարքին վերջինիս առնչությունը հաստատող բացահայտ հետքեր, այդ թվում հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակը, ձեռնոցները, կոշիկները, բաճկոնը, որոնք փորձ է արվել այրել։ Հայտնաբերվել է, կներեք, վերջում հարցերի կպատասխանեմ, հայտնաբերվել է նաև գիշերային տեսանելիության սարք։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են բազմաթիվ ապացուցողական եւ վարույթային գործողություններ դեպքի ամբողջ հանգամանքները պարզելու ուղղությամբ, նաև հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Հաշվի առնելով նաև դեպքի հասարակական մեծ հնչողությունը, մենք պարբերաբար մեր գործընկերների հետ, քննչական կոմիտեի մասնավորապես գործընկերների հետ հանդես կգանք հայտարարություններով դեպքի առնչությամբ, բացահայտման առնչությամբ, այս պահի դրությամբ թույլատրելի հրապարակելիք պատկերը սա էր։ Հիմա պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին թեմայի շուրջ, բայց կրկնեմ թույլատրելի սահմաններ։ Պարոն Սարգսյան, պաշտոնանկությունների հետ կապված ինչու միայն Բդոյանը եղավ պաշտոնանկ արված պաշտոնյան։ Միայն ՆԳՆ-ից միայն Բդոյանը չէ։ Ովքեր են։ Այս տարվա առաջին կիսամյակի ամփոփման ընթացքում ներքին գործերի նախարարը, ինչպես գիտեք, բոլոր մարզերում անձամբ է ամփոփել ծառայությունների կատարած աշխատանքը եւ Արմավիրի մարզում ամփոփումից հետո կարող եք հրապարակված է նաեւ ներքին գործերի նախարարության կայքեջում հրապարակված ռելիսում կարող եք տեսնել, որ ներքին գործերի նախարարը մտահոգություն է հայտնել միջանձնային լարված հարաբերությունների շուրջ մարզում դեպքերի շուրջ կատարվող աշխատանքների վերաբերյալ հանձնարարել է ակտիվացնել այդ աշխատանքները։ Ամփոփումից հետո բառացիորեն օրեր առաջ սեպտեմբերի սկզբին ծառայությունից ազատվել է մարզի բարեկային ծառայության գումարտակի հրամանատարը, ազատվել է համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետը, նշեմ, որ
Սեպտեմբերի սկզբին, հստակ օրը այս բանը չեմ հիշում, ինչը պայմանավորված է 6 ամսվա ամփոփումներով։ Ազատվել է համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետը, ցանկանում եմ նշել, որ Վաղարշապատի բաժինն է պատասխանատու նաև այդ հատվածի օպերատիվ իրավիճակի համար եւ երեք հայտնեցինք, որ նաև ծառայությունից ազատվել է։ Այսքան մարդ է ազատվել, սակայն կարծես դա շենք խաղել, հա, ու այս միջանձնային ձեր նշած հարաբերությունները նշանակել են լարված մնալ, այսինքն եկել են նորերը, չգիտեմ, գուցե ԺՊ է նշանակվել, բայց մարզում կրիմինալ դեպքերի պակաս չկա։ Մարզում կրիմինալ դեպքերի հետ կապված թույլ տվեք չհամաձայնել ընդմանը, եթե խոսքը վերաբերում է կոնկրետ Մերձավանի միջադեպին, ես կարող եմ նշել, որ ըստ քննության արդյունքների այս պահին արկատավյալների վարկածը շարունակում է մնալ, որ սա շարունակությունն է այս տարվա փետրվարին տեղի ունեցած Մերձավանում տեղի ունեցած միջադեպի հետ, որի ընթացքում սպանվել է այս գործով ձերբակալվածի հարազատ եղբայրը։ Կներեք, ես այս առումով որոշակի պարզաբանումներ անեմ հետագա նաև հարցերը կանխելու համար։ Փետրվարի 5-ին Մերձավան համայնքում մի խումբ անձանց միջև միջադեպ է տեղի ունեցել, եւ նաև հնչել էին կրակոցներ, ըստ քննության արդյունքների միջադեպը եղել էր մեքենան արագ վարելու, ինչպես նաև չբարևելու հարցի շուրջ ծագած միջադեպ։ Դրա հետևանքով շարունակվել էր ծեծկռտուքը, հնչել էին նաև կրակոցներ եւ ծեծկռտուքի ընթացքում Գրիգոր Օհանյանը կրծքավանդակի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք եւ մահացել էր։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ, իրավապահները բացահայտել էին այս դեպքը, տասնյակից ավելի անձանց մեղադրանքներ էին առաջադրվել, ձերբակալվածներ եւ կալանավորվածներ կային եւ գործը ուղարկվել է դատարան։ Ըստ էության սա փետրվարյան իրադարձության շարունակությունն է միջանձնային հարաբերությունների, իսկ այս վերջին դեպքով սեպտեմբերի 23-ի դեպքով սպանվել է փետրվարյան դեպքով անցնող մեղադրյալներից մեկի հարազատ եղբայրը Վալոզիա Գրիգորյանը։ Կներեք, էլի ես այս ամեն ինչը բացատրեցի, որ ասեմ։ Չէ, ցանկանում եմ նաև նշել, որ փետրվարյան միջադեպից հետո ոստիկանությունը ձեռնարկել է մի շարք գործողություններ լարված հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ։ Տասնյակից ավելի անգամներ ոստիկանության Վաղարշապատի բաժնում, ինչպես նաև քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել են տեղեկություններ, որ X ժամի X հատվածում պետք է հավաքվեն եւ հերթական անգամ պարզեն հարաբերություններ։ Անմիջապես բոլոր կողմերից անձինք հայտնաբերվել են, ներկայացվել են բաժին, բացատրական աշխատանքներ են տարվել։ Բազմաթիվ նման դեպքեր կան, ես կրկնում եմ տասնյակից ավելի։ Պարոն Սարգսյան, տրամաբանությունը հուշում է, որ այս դեպքը հնարավոր է եւս շարունակություն ունենա։ Այսինքն վրեժլուծեն նման դեպքերում հենց այս պահին էլ ակտիվ միջոցառումներ են ձեռնարկվում, ոստիկանական հենակետեր կան տեղադրված եւ ակտիվ միջոցառումներ են ձեռնարկվում հետագա հնարավոր անցանկալի հետևանքներից խուսափելու համար։ Ես իմ բրիֆինգի սկզբում էլ նշեցի, որ մեր մինչ այս պահը չմեկնաբանելը նաև դրա հետ է։ Պարոն Սարգսյան, քանի կներեք այս Պարոն Սարգսյան, ես ուզում եմ իմանալ, բոլորս էլ հարց ենք տալիս։ Ուզում եմ իմանալ արդյոք այդ դեպքից առաջ, քանի որ դեպքից հետո արդեն իսկ տեսանք Մհեր Ախտոյանի տան մոտ, Վալոդիա Գրիգորյանի առանձնատան եւ նաև հայրական տան մոտ ոստիկանությունը հսկողություն է իրականացնում, արդյոք դրանից առաջ այս ամիսների ընթացքում եւս ոստիկանությունը շարունակել է հերթապահություն իրականացնել եւ 3 ձերբակալված անձը Նարեկ Օհանյանը սեպտեմբերի 23-ին ինչ վարք է դրսևորել, ուր է գնացել, արդյոք կասկածի տեղիք չի տվել իր վարքը կամ արդյոք ինքն է իրականացրել զինված հարձակումը, թե ոչ։ Ես շարունակեմ էլի հարցը, արդյոք այդ բացատրական աշխատանքների մեջ, որ դուք ասում եք հավաքված են եղել եւ այլն, ինքը եւս եղել է այն թիրախում, որ չդիմի նման ծայրահեղ քայլի։ Հարգելի գործընկերներ, այս պահի դրությամբ ձերբակալվածի գործողությունների նրա վերաբերյալ զերծ կմնան որևէ հրապարակում։ Պարոն Սարգսյան, այսինքն մինչ այդ բացատրական եւ ոստիկանությունը իր ուշադրության ներքո է պահել այդ ամեն ինչը մարդկանց, արդյոք նա եւս եղել է այդ ուշադրության թիրախում։ Նա եւս եղել է ուշադրության կենտրոնում։
եւ ձեր հարցին էլ պատասխանեմ, որ կապված հենակետերի հետ, այո, հենակետեր ամիսներ շարունակ եղել են այդ հատվածներում, ինչից հետո արդեն սկսել ենք իրականացնել բացատրական աշխատանքներ, ոչ որպես այդպիսին ցուցադրական, նաև ցուցադրական ինչ եմ նշում, տեսանելի ծառայություն։ Պարոն Սարգսյան, բայց ենթադրում է, որ մի րոպե համենք Կներեք։ Պարոն Սարգսյան, մինչև վենդետայի այս վարկածի հաստատումը ընդդիմադիր շրջանակներից ասում էին, որ սա քաղաքական կապ ունի, եւ քանի որ երեք արդեն պաշտոնապես հաստատվեց այդ վարկածը վենդետայի, բայց դա չի այսպես ասած ասում, որ իշխանությունները կամ ոստիկանությունը, ներքին գործերի նախարարությունը այս ամենում ըստ ձեզ ունի իր մեղքի բաժինը, հարցս հետևյալն է, ով է թիմեք պատասխանատուն, թեկուզ այս միջանձնային կոնֆլիկտի հետևանքով սպանության համար։ Երևի ուշ եք միացել եւս մեկ անգամ կրկնեմ, որ քաղաքական որևէ էլեմենտ չկա այս պահի դրությամբ։ Այո, ասում եմ չկա, բայց կան, ասում են միջանձնային խնդիրների հետևանքով է, այնուամենայնիվ ով է դրա պատասխանատուն։ Միջանձնային խնդիրների հետ կապված եւս նշեցի, որ կան պատասխանատու անձինք, դա համայնքային ոստիկանությունն է տվյալ դեպքում, քրեական ոստիկանության մարզային ստորաբաժանումն է, իրավապահ կարծում եմ իմ կարծիքով բոլոր կառույցներն են եւ որոնք եւ նաեւ նշեցի բոլորի ձեռնարկած նաեւ միջոցառումները։ Ինչու են բայց թերացել, պարոն Սարգսյան։ Թերացումների հետ կապված դեպքի ամբողջական բացահայտումից հետո կլինեն մանրակրկիտ վերլուծություններ եւ վստահեցնում եմ, որ եթե պարզվի այս կամ այն ծառայողը կամ ծառայողները, որոնք օբյեկտիվորեն հնարավորություն են ունեցել կանխել այս դեպքը, սակայն չեն կանխել, վստահաբար ասում եմ, կրելու են իրենց պատասխանը։ այսինքն պաշտոնյաները շարունակվելու են։ Ներքին գործերի նախարարը։ Կներեք, էլի չլսեցի։ Ներքին գործերի նախարարը ծերանցական ղեկավար ազատելու է պաշտոնից։ Այդ հարցի հասցեատերը ես չեմ, ներքին գործերի նախարարը, ինչպես կրկին նշեցի, հենց առաջին օրվանից գտնվել է դեպքի վայրում, ղեկավարել է բացահայտման աշխատանքները, օպերատիվ շտաբը, հենց այս պահին էլ գտնվում է Վաղաշապատի բաժնում եւ ղեկավարում է աշխատանքները։ Պարոն Սարգսյան, տեսեք, երեք ասում եք կասկածյալին հայտնաբերել են, նաև իր եղեն ապացույցներ կան, խոստովանական ցուցմունք տվել է այս պահին թե ոչ։ Նախաքննության շարից ելնելով այդ հարցին չեմ կապվում։ Նաև պարոն Սարգսյան, մեկ անցնող այս գործով թե միայն ձեռնարկալվածներ։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի առնչությամբ, դեպքի հետ կապված բոլոր անձանց ինքնությունը ճշտելու եւ հայտնաբերելու։ Պարոն Սարգսյան, քանի որ քաղաքական ենթատեքստի մասին էլ ամեն դեպքում պնդումներ կային, օրինակ վերցանվել են կասկածյալի հեռախոսազանգերը բացառելու համար այդ պնդումները, հա, օրինակ ում հետ է վերջին օրերին խոսել, ավելի կոնկրետ ինչ որ ԿՊԱ-ական падգամավորներ եւ այդ շղթայից օրինակ։ Ձեռնարկվել են բազմաթիվ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, այդ թվում նաեւ ձեր նշածը, վերցանվել են թե հեռախոսային խոսակցություններ, թե ուրեմն տեսախցիկների արձանագրած մեծականակ միջոցառումներ ունեն կատարած, որի մանրամասների վերաբերյալ կրկին այս պահին չեմ կարող հայտնել բացահայտման աշխատանքներին չխոչընդոտելու համար։ Պարոն Սարգսյան, նաև վարկած կար, որ թիրախում ոչ թե Վալոդիա Գրիգորյանն էր, այլ Արարատի մարզային վարչության քրեական օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը եւս մահացել էր։ Սրա վերաբերյալ էս վարկածի վերաբերյալ ինչ տեղեկատվություն։ Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ բացահայտ հիմնազուրկ պնդում է։ Ցավոք սրտի նաև մեր գործընկեր Կարեն Աբրահամյանը մահացավ այս միջադեպի հետևանքով։ Կարեն Աբրահամյանի մասին կցանկանայի նշել, որ մեր լավագույն գործընկերներից էր, 2012 թվականից էր ծառայության մեջ, ոստիկանության կրթահամալիրներ ավարտել, օպերլիազոր է աշխատել թե այս բաժնում, թե Արմավիրի մարզային քրեական վարչությունում, թե Արարատի մարզի քրեական վարչությունում բազմաթիվ բացահայտումներ ուներ եւ ցավոք սրտի մենք կորցրեցինք մեր լավագույն գործընկերներից եւս մեկ անգամ ներքին գործերի նախարարության անունից ցավակցում եմ հարազատներին եւ գործընկերներին։ Պարոն Սարգսյան, տեսեք, մահացել է նաև ոստիկան։ Այն դեպքում, երբ ամիսներ շարունակ նույն ոստիկանությունը բացատրական աշխատանքներ է կատարել, էլի այլ միջոցառումներ է կատարել, բայց ստացվում է այնպես, որ ինչ որ մեկը ապօրինի զենքով նման ապօրինի է զենքը, ճիշտ եմ չէ հասկանում։ Քննությունը պետք է բարձր։ Այսինքն ամրացված զենք է եղել, թե ապօրինի։ Քննությունը նախաքննության ընթացքում բոլոր հանգամանքները կպարզվեն։ Ամեն դեպքում ինչ որ մեկը զենքով նման հանցագործություն է կատարել եւ թիրախում է նաեւ եղել ոստիկանը։ Չի ստացվում, որ ոստիկանությունը
ոչ միայն թերացել է, այլև ըստ էության շատ աշխատանքներ չի կատարել։ Այն դեպքում, որ թիրախում նաև հայտնվել է ոստիկան, որը ավելի տեղեկացված է եղել այդ ամենից։ Այսինքն բացատրական աշխատանքներից, այդ բոլոր գործողություններից։ Եվս մեկ անգամ կցանկանայի նշել, որ ոստիկանը ծառայության մեջ չի գտնվել, զուտ ընկերական հարաբերություններ է ունեցել համայնքապետի հետ եւ պարզապես այդտեղ աշխատել է, բայց այդ պահին չի գտնվել ծառայության մեջ։ Ձեր նշած հարցի հետ կապված կցանկանայի նշել, որ այս պահին անցած տարվա համեմատությամբ ոստիկանությունը գրեթե կրկնակի անգամ ավելի է հայտնաբերել ապօրինի զենքզինամթեր, կարգրավել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածի ընթացքում։ Կարող եմ նշել, որ ամփոփ կներեք, կցանկանայի նաև նշել, որ 8 ամսվա տվյալներով ամփոփման նվազել են սպանության դեպքերը երկուսով հանրապետությունում։ Եթե ճիշտ եմ հիշում 7 ամսվա ամփոփումով այո, անցած տարվա համեմատ նվազել են հրազենով կատարված հանցագործությունները առհասարակ։ Այսինքն ներկայացնել, որ երկրում ծայրահեղ անկառավելի իրավիճակ է, դա անհիմն պնդում է։ Կներեք։ Թվերը ես ներկայացրեցի, կարող եք գրավոր գրել ավելի հստակ եւ դեպքերով ես ձեզ ուղարկեմ դուք դա ուսումնասիրեք, ինչ վերաբերում է կրակոցների հրապարակումներին։ Բազմաթիվ են լինում կրակոցների վերաբերյալ հրապարակումներ, որոնք վերջում այլ հանգամանքներ են պարզվում։ Օրինակ, որոշ ժամանակ առաջ մամուլում կար տեղեկություն, որ կրակոցներ են հնչել Երևանում, այդ բումը եղավ Դավիթ Հաշենում։ Բումը եղավ, անցավ, գնաց եւ վերջում պարզվեց, որ կրակոցներ ընդհանրապես չեն եղել է հրավառություն։ Սակայն ահազանգը կապված է եղել կրակոցի հետ։ Կներեք մի բան էլ նշեմ, էլի։ Կրակոցների վերաբերյալ չի նշանակում, որ ցանկացած կրակոցի վերաբերյալ ահազանգ դա իրենից ենթադրում է սպանություն կամ սպանության փորձ։ Հիմնական գերակշիռ մասը դրանք խուլիգանության հատկանիշներով նախաձեռնած քրեական վարույթներ են եւ հիմնականում ոչ հրազենից, այլ գազային ատրճանակից, օդաճնշիչ ատրճանակներից օդ կրակելու դեպքեր են։ Ես կրակոցների հետ կապված ասեցի դա։ Անդրադառնալով Մերձավանում տեղի ունեցած սպանությանը, ինձ հետաքրքիր է այս պահին օպերատիվ վիճակը կոնկրետ այնտեղ ինչ իրադրություն է եւ քանի որ տարիներ շարունակ ինչպես մերձավանցիներն են նշում, գյուղը բաժանված է եղել Ախտոյանների եւ Գրիգորյանների միջև եւ ինչպես հիմնական վարկածն ու կասկածն է վենդետա է եղել, հետագայում եւ գյուղում ընդհանրապես միջանձնային այդ հարաբերությունների վրա թույլ չտալու համար նորից սպանություն տեղի ունենալ, ինչ է անում ոստիկանությունը։ Այդ հարցին կարծում եմ ես պատասխանեցի եւս մեկ անգամ նշեմ, որ հենց այս պահին կանխարգելիչ շրջանում չէ, պարոն Սարգսյան, նշում եմ, որ գյուղը տարիներ շարունակ բաժանված է եղել երկու մասի եւ շարունակում է այդ գործելավոճը հիմա էլ դինել։ Այս պայմանությամբ եւս մեկ անգամ կրկնեմ, որ ձեռնարկվում են մեծածավալ կանխարգելիչ միջոցառումներ, որին ներգրաված են հարյուրավոր ոստիկաններ։ Պարոն Սարգսյան, մյուս մարզերում եւս հրանգ է եղել կողոջ ցուցում, որպեսզի հսկողությունը ուժեղացվի։ Մենք թափանցիկ ներկայացրել ենք մեր ամփոփման տվյալները եւ նաեւ ամեն մարզում որոշակի խնդիրներ են նաեւ վեր ենք անել եւ հրապարակել ենք ցանկացած մարզով էլ լինում են հանձնարարականներ եւ մենք դրա մասին բացահայտ հրապարակում ենք եւ ներկայացնում։ Պարոն Սարգսյան, ներողություն էլի, իմ գործընկերոջ ինչ հստակ փաստով եք պնդում, որովհետեւ վենդետա է եղել եւ ոչ թե քաղաքական ինչ-որ համատեքստ է ունեցել, որովհետեւ մամուլում էլ այս պահին շրջանառվում են տեղեկություններ, որ օրինակ մեջբերում են կասկածյալների կլանը պարզվում է սեր կապերի մեջ է եղել թե իշխանության թե քրեական հեղինակությունների հետ։ Իդեպ լուսանկարներ են հրապարակվում, որտեղ կասկածյալի հորաքրոջ որդին Մհեր Ախտոյանը, Հայկ Սարգսյանի եւ հայտնի քրեական հեղինակության հետ է։ Կարող եմ ցույց տալիս լուսանկար։ Քննարկվել են, տեսել եմ հրապարակումները, տեսել եմ, քննարկվել են գրեթե առաջ քաշված բոլոր վարկածները եւ բացառելով ենք բնականաբար հասել այս պնդմանը։ Կցանկանայի նաեւ նշել, որ բաժնում ստեղծված օպերատիվ խումբը, որը գլխավորում էր, ինչպես նշեցի, ներքին գործերի նախարարը 24 ժամյա կապի մեջ է եղել
համայնքապետի ընտանիքի հետ եւ ցանկացած առաջ քաշված վարկած հնարավոր որևէ մի տեղեկատվություն շատ արագ ճշտվել է եւ պարզաբանվել։ Սարգսյան, ներողություն, Աննա ջան, էլի, ես էի նախքան դա հարց տալիս կներես։ Գործընկերոջս հարցը շարունակեմ, ասում են, տեսեք, դուք հայտնաբերել եք նախորդ տարվա համեմատ ավելի շատ ապօրինի զենք զինամթերք, քան այս տարի, չէ՞։ Օրինակ, դեռ պարզ չի զենքը ապօրինի է, որով սպանվել է Վալոդիա Գրիգորյանը եւ ոստիկանության ձեր գործընկերը։ Հնարավոր չէր արդյոք, որ անընդհատ ուշադրության կենտրոնում էիք պահել Մերձավան համայնքը փետրվարյան կրակոցներից հետո, նաև ուշադրություն դարձնել, թե որտեղից են զենք հայտնաբերել եւ հանցագործություն կատարել, օրինակ այս դեպքում։ Այս դեպքում բնականաբար օպերատիվ տվյալներ չեն ստացվել եւ եւս մեկ անգամ կրկնեմ, եթե պարզվի, որ օբյեկտիվորեն ծառայողները հնարավորություն են ունեցել կանխել, սակայն չի կանխվել, վստահեցնում եմ կրկին եւս մեկ անգամ, որ կրելու են պատասխանատվություն։ Սարգսյան, կասկածի տեղեկություն կա, որ Մհեր Ախտոյանը երկրում չէ, նայել ենթադրյալ մարդասպանի, կարելի ասել, ազգական տեղեկություն ունեք նրա գտնվելու վայրի վերաբերյալ կամ Ախտոյանը ստուն գնացել է ոստիկանությունը։ Տեղեկություններ ունենք, սակայն չեմ ցանկանա այս պահին։ Իսկ որ երկրում չէ, կհաստատեք։ Չեմ ցանկանա այդ հարցին պատասխանել, կներեք եւս մեկ անգամ ասեմ բացահայտման աշխատանքներին։ Թույլ տվեք չեմ մանրամասնել։ Նախարարի հրաժարականի մասին հարցին ի պատասխան ասացիք Վաղարշապատի բաժնում աշխատանքներն հետևում։ Փետրվարից մինչև հիմա Վաղարշապատի բաժնում այդ աշխատանքներն էր հետևում։ Նկատի ունեմ այդ ժամանակվա փետրվարին եղել է սպանություն։ Այդ ընթացքում ինչ աշխատանք է արել հենց ներքին գործերի նախարարը։ Ներքին գործերի նախարարը չեմ ցանկանում, գործընկերները կարծում եմ այդ նույն հարցի պատասխանը լսել են, բայց եւս մեկ անգամ կրկնեմ։ Մասնակցել է բոլոր մարզերի ամփոփումների ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունների, այդ թվում նաև Արմավիրի մարզի։ Մանրակրկիտ քննարկվել է բոլոր տարածքներում, Վաղարշապատի, Արմավիրի, Մեծամորի բոլոր տարածքներում արկա իրավիճակը, վեր է հանել խնդիրները, եւս մեկ անգամ նշեմ, դա հրապարակային կա մեր պաշտոնական կայքում Արմավիրի մարզային ստորաբաժանումների ամփոփման ժամանակ նախարարը վեր է հանել խնդիր կոնֆլիկտային անձանց միջև արկա հարաբերությունների հետ կապված ակտիվացնել աշխատանքները, խնդիրը վեր հանել եւ հանձնարարել է ակտիվացնել։ Ինչից հետո կրկին ասեմ, որ ազատումներ են եղել մարզի ոստիկանության հենասյունային բոլոր ուղղությունների ղեկավարները ազատվել են պաշտոններից։ Հարցը ես պատահական չհնչեցրի, թե արդյոք սեպտեմբերի 23-ից առաջ ոստիկանությունը հերթապահություն իրականացրել է, թե ոչ, մի փոքր կասկածելի է, թե ոստիկանությունը շարունակել է իրականացնել հերթապահություն։ Դեպքի օրը սեպտեմբերի 23-ին, 23:52-ին ներքին գործերի նախարարություն ոստիկանություն ահազանգ է ստացվել։ Ծառայություն իրականացնող ոստիկանները, մասնավորապես Վալոդիա Գրիգորյանի առանձնատան մոտ, Մհեր Ախտոյանի եւ հայրական տան մոտ ծառայություն են իրականացել։ Կրակոցի ձայներ է լսվել, 18 պարկուճ է հայտնաբերվել։ Դուք սկզբից կարծում եմ իմ ասածը ճիշտ չեք ընկալել, դրա համար արդեն հարցը սխալ է ձևակերպվում։ Ես չնշեցի, որ մինչև օրս հենակետեր են եղել։ Հենակետեր եղել են այս տարվա ընթացքում ամիսներով, բայց վերջին շրջանում հստակ օրը այս պայն չեմ կարող նշել, բայց ամիսներով եղել են նաև հենակետեր, բայց կներեք, կանխարգելիչ գործողությունները միայն հենակետեր տեղադրելը չեն։ Ես նշեցի, որ տասնյակ անգամներից ավելի ինֆորմացիաներ ենք ունեցել, որ ինչ որ հատվածում պետք է հավաքվեն, միջանձնային հարցերի շուրջ պետք է ինչ-որ պարզաբանումներ անեն, տեղում գնացել ենք, եղել է դեպքեր, որ հենց տեղում են հայտնաբերվել եւ ներկայացվել բաժին, եղել է նաեւ, որ կանխվել է անգամ չեն հասել իրենց նախապես որոշած դեպքի օրը։ Թույլ տվեք այդ հարցին չպատասխանեմ։ Դեպքի օրը գյուղում պահակակետ եղել է։ Ոստիկանական անշարժ պահակակետ չի եղել։ Եղել են շրջիկ ծառայություններ, եղել են ոստիկանական բոլոր ծառայություններ։ Սարգսյան, գիտեք ինչն է զարմանալի, որ Ախտոյանները հայտ մարդիկ իրենց անուն կապում է քրեական, կրիմինալի հետ, քրեական հեղինակությունների հետ հարաբերություններ ունենալու հետ։ Տեսնում եք իրավապանները մտնում են, չգիտեմ, ընկերություններ, օրինակ Տաշիր գրուպ եւ այլն խոզարկություններ են անում, բայց մեկ օր չեք մտել Ախտոյանների հետ, Օխյանների բնակարան, զենք փտրեք, ինչ որ չգիտեմ, ապօրինի ինչ որ բան, այդպես մի բան։
Ձեր նշած անձանց հետ կապված կարող եմ ասել, որ մի քանի անգամ ապօրինի զենքզինամթերք պահելու կասկածանքով բերվել են ոստիկանության վարշապատի Եվ բաժին։ գտնվել են այդ զենքերը, թե ուղղակի Իմ տեղեկություններով չի հայտնաբերվել։ Պարոն Սարգսյան, կասկածյալի ձերբակալումից հետո շարունակում են օրինակ հարցակումությունը, մարդիկ ինչ-որ Այո, ակտիվ շարունակում են բացահայտման աշխատանքները դեպքի բոլոր հանգամանքները բարձելու ուղղությամբ։ Պաշտոնյաներ կան նրանց թվում, օրինակ падգամավորներ, նախարարներ կան հարցակնվողների շարքում։ Որոնք հնարավոր է կապել լինեն անձնական կամ Ես մեջ են եղել։ թույլ տվեք նախաքննության շահերից ելնելով չեմ մանրամասնել։ Պարոն Սարգսյան, եթե իհարկե նախաքննության շահերին չի վնասում եւ կարող եք այդ տեղեկատվությունը հրապարակել, քանի որ կասկածյալ կա ձերբակալված արդեն, պարզ է, հայտնի է, թե կրակելուց հետո տվյալ անձը որ ուղղությամբ է գնացել, ուր է գնացել, ինչ է արել։ Շատ հանգամանքներ կան պարզված, որ կրկին կարող եմ ասել, բացահայտման աշխատանքների չխոչընդոտելու համար չեմ կարող ուղղակի հայտնել։ հարևանի բակով է անցել Չեմ այդ հարցին պատասխան չեմ։ Խոզարկությունը լրագրողը լուսաբանում էր, ինչպես նաև հարցեր էր ուղղել արդեն ձերբակալված անձին, շատ եղան այսպիսի քննադատություններ, որ ոստիկանության համակարգը ներքին գործերի նախարարությունը փնթի է աշխատում, երբ լրագրողը կարող է մոտենալ եւ ձերբակալված մեքենա նստեցված անձին նկարել եւ հարցեր տալ։ Ձեր պնդումը բացարձակ պնդում նաև նշեցիք բացարձակ հիմնազուրկ է, որովհետև ոստիկանությունը պատշաճ պահպանել է թե դեպքի վայրը, թե խոզարկության ուրեմն վայրը, դուք պետք է իմանաք, որ թե դեպքի վայրը, թե խոզարկության վայրը իրականացնում է քննիչը եւ ձեր հարցի հասցեատերը ես չեմ ուղղակի։ Պարոն Սարգսյան, այս ամենը ամփոփելով չի ստացվում, որ ոստիկանությունը փետրվարից այս կողմ այդ միջոցառումները կիրառելով այնուամենայնիվ պարտվել է եւ ձախողվել, որովհետեւ ի վերջո այդ վենդետան տեղի է ունեցել։ Ես, ինչպես իմ խոսքում բազմիցս նշեցի, վեր են հանգում խնդիրներ եւ խնդիրների դեպքում տրվում են լուծումներ։ Եվս մեկ անգամ նշեմ, մարզում միջանձնային կոնկրետ հարաբերությունների հետ կապված խնդիր բարձրաձայնվել է ներքին գործերի նախարարի կողմից եւ դրան հետևել են պաշտոնանկություններ, նոր նշանակումներ։ Իմ նշած անձինք Վաղաշապատի համայնքային ոստիկանության Վաղաշապատի բաժնի պետը Պարեկային ծառայության գումարտակի հերոմատարը բառացիորեն օրերը որ նշանակվել են։ Եվ չի ստացվում, որ ոստիկանությունում հնարավոր է լինեն այնպիսի աշխատողներ, որոնք պարզապես միջին օղակա ոչ թե բարձր այդ օպերատիվ տվյալներ հավաքողները եւ այլն չկատարեն իրենց աշխատանքը կամ սերտաճած լինեն մյուս կողմի հետ, որն էլ բերի նման իրավիճակի։ Նաիրա ջան, եթե նման մի անգամ փոքր տեղեկություն դուք ունեք, մենք խնդրենք մեզ փոխանցեք, եթե լինեն, վստահեցնում եմ ձեզ, նման ծառայողը շատ արագ ենթարկվելու է պատասխանատվության։ Ես եթե կրկնվող հարցեր են ավարտենք, էլի։ Շնորհակալություն։